Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Դեպի շուկա ճանապարհը հոգնեցուցիչ էր։ Թիֆամն ու իր մայրիկը կարտոֆիլով լի զամբյուղներ էին տանում իրենց գլխին դրած, հույս ունեին, որ շատ գումար կստանան, և տիկին Օրեստիլը իր աղջկան կկարողանա նոր զգեստ գնել։ Միակ զգեստը, որ ուներ, արդեն շատ հին էր և վրան ծակեր կային։ Թիֆամի ծնողներն աղքատ էին։ Նրա հայրը լավագույն զոհաբերություններն էր մատուցում չար ոգիներին, սակայն նրանց սրտում երբեք խաղաղություն չէր լինում։ Հանկարծ Թիֆամը սկսեց Մարիի մասին մտածել։ Իր ընկերն այլևս թալիսման չէր կրում, քանի որ նա արդեն քրիստոնյա էր։ Նրանք վերջապես հասան շուկա, եռուզեռ էր։ Թարմ բանջարեղեն, հիանալի լոբիներ, նոր բերքից եգիպտացորեն։ Էժան է, այստեղ ամեն բան էժան է։ Տիկին Օրեստիլն իր զամբյուղը դրեց մի տղամարդու առաջ։ Նա քննադատաբար ուսումնասիրում էր ապրանքը։ Ես կարծում եմ այսքան չարժե։ Որդեր, կարտոֆիլի մեջ շատ որդեր կան։ Հիասթափված և շատ քիչ գումարով տիկին Օրեստիլն ավարտեց իր առևտուրը։ Սակայն Թիֆամը հրաշքի ականատես եղավ։ Մի բարի մարդ գնեց նրա զամբյուղի ամբողջ կարտոֆիլը։ Նա չգիտեր, որ այս բարի մարդու շնորհիվ է իր ընկերը դարձել քրիստոնյա։ Իր աշխատած գումարով Թիֆամն իրեն գեղեցիկ զգեստ գնեց։ Նա շատ ուրախ էր։ Ավելի ուշ նա կրկին հանդիպեց Վիկտորին։ Նա իր զայն մարդն է, ով գնեց մեր ամբողջ կարտոֆիլը։ Այդ ինչ գիրք է նրա ձեռքին։ Թիֆամն ու իր մայրիկը անշարժ կանգնած լսում էին, թե ինչ է նա մարդկանց ասում։ Ես լավ լուր ունեմ ձեզ համար։ Աստված սիրում է քեզ և ուզում է խաղաղություն տալ ձեր սրտին, որ այլևս չվախենաք։ Թիֆամ, ես հավատում եմ, որ նա ճշմարտություն է խոսում։ Երբ Օրեստիլը, կախորդ բժիշկը, իմացավ, որ իր կինը լսել է Վիկտորին, բարկացած բղավեց. Վիկտորը քեզ խաբել է։ Մի հավատա նրան։ Ոգիները մեր հաղից կգան։ Օրեստիլ, ես իմ սրտում խաղաղություն ունեմ։ Վիկտորի Աստվածն ավելի ուժեղ է, քան չար ոգիները։ Այդ պահին Օրեստիլը Թիֆամի նոր զգեստը վերցրեց, կտորե խաղալիք պատրաստեց և բազմաթիվ ասեղներ խրեց դրա մեջ։ Սա Վիկտորն է։ Նա պետք է մահանա։ Ասեղներն իրենց գործը կանեն։ Թիֆամը զարմացած էր։ Իր հայրը երբևէ այսպիսի բան չէր արել։ Ո՞վ է ուժեղ։ Կախարդ բժշկի անեծքը, թե Հիսուսը։ Պարզելու համար լսիր հաջորդ թողարկումը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։